Զեյրոն է հայկական արհեստական բանականությունը ստեղծվել են նոր ստանդարտներ սահմանելու եւ ժամանակակից շարժունակության ու թվային ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։ Հայկական զեբրը միավորում է արագությունը, ինտելեկտուալ ճկունությունն ու տեխնոլոգիաները, ձևավորելով ծառայությունների նոր որակ, առավել արդյունավետ, անհատականացված եւ կանխատեսելի։ Գաղափարը 0 կլիկն է ու 0 բառը հենց տեղից է ստեղծվել, որ 0 կլիկ ինչ ուզում ես արա ու դրա վրա ժամանակ մի ծախսի, խնայ քո ժամանակը ավելի հետաքրքիր ու ավելի լավ բաների վրա, մնացածը 0-ն կանի։ Զեյրոն ստեղծել է 17-ամյա Արմանը ծրագրավորման աշխարհում է 9 տարեկանից։ Տեխնոլոգիաների միջոցով ուզում էր իր կյանքը հեշտացնել, հետո հասկացավ, այն ինչ իր մտքում է կարող է բոլորին օգտակար լինել։ Այսպես 15 տարեկանից գործի անցավ, գաղափարները կենտրոնացրեց, կոդ գրեց եւ 2 տարի հետո այն արդեն բոլորի սմարթֆոններում կարող է լինել։ Իդեպ հայկական առաջին արհեստական բանականությունը նախ մեր լեզուն է սովորել, տիրապետում է նաեւ հայոց պատմությանը։ Ձգտել եմ դրան, որ ինքը պետքա լուրջ պրոյեկտ դառնա, բոլորը օգտվեն իրանից։ AI-ում կա այսպիսի մի հասկացություն train անել, սովորել, հենց 0-ի առաջին լեզուն, որը սովորել է, դա հայերենն է, նոր մնացած աշխարհի լեզուները։ Դրա համար էլ ինքը ամբողջությամբ տիրապետում է հայերենին եւ պատմությանը եւ գրականությանը եւ կարող է ձեր հետ հանգիստ հայերեն շփվել։ Արմանի հաջորդ ծրագիրը տեղեկատվական տեխնոլոգիաների աշխարհում դարձյալ Զեյրոյի հետ է կապված, ուզում է հայկական զեբրը դարձնել համաշխարհային նախագիծ։ Էդուարդ Պողոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։